Բարև ձեզ հարազատներս, չնայած որ ամառ է, բայց մի շատ կարևոր թեմայից կուզեմ խոսել, դա հակաբեղմնավորիչներն են, մեր երկրում պակաս կա գիտելիքների, տեսնում եք, որ այդքան ինֆորմացիան տարբեր տեղերից գալիս է, բայց ամենակարևոր բաները բնակչությունը չգիտի։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 11 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում։ Պետք է տեսահոլովակը հետաքրքրի թե տղամարդկանց, թե կանանց, լավ կլինի ընտանիքով սա լսեն, որովհետև մենք մեծ խնդիրներ ունենք սրա հետ կապված, պետք է ասեմ, որ այս հակաբեղմնավորիչների մասին խոսելը հակաքրիստոնեական է, Աստված ստեղծել է մարդուն, տղամարդ եւ կին, որ իրար հետ ամուսնանան ու զավակներ ունենան, 7 որդիով սեղան նստեն, իսկ մենք հակաբեղմնավորիչներ ենք օգտագործում ոչ բոլոր դեպքերում արդյունավետ եւ ահագին աբորտներ, ինչը շատ ամոթալի է առաջի քրիստոնյա երկրին։ Տարբեր տեսակի պատմելու եմ, կաշխատեմ հետաքրքիր պատմեմ, որ հետաքրքրությամբ լսեք, սա ուղղակի գիտելիք է։ Մնացած այս գիտելիքը դուք վերցնում եք, թե ոնց կօգտագործեք, լավ կլինի բոլոր ընտանիքները ամեն մի ընտանիք հոգևոր հայր ունենա, որ եթե հարցեր ունեն, քննարկեն հոգևոր հոր հետ։ Մեր երկրում, որպես իմ փորձից, այս 3 տարվա փորձից, 95%-ից բարձր ընտանիքներ, որպես հակաբեղմնավորիչ օգտագործում են ծերական ակտի ընդհատումը, ինչը ամենացածր արդյունավետությամբ հակաբեղմնավորիչ մեթոդ է, ամենացածր, պատմելու եմ ինչ էֆեկտիվության հակաբեղմնավորիչներ կան, բայց մինչև բուն թեման սկսելը կուզեմ կտակարանից մի հետ բան պատմել, մի դրվագ, իմ կարծիքով այդ ծերական ակտի ընդհատումը դա օնանիզմ է, իհարկե որ բացեք օնանիզմ կարդակ դա մի քիչ ուրիշ բացատրություն է լինելու եւ դուք եք երևի ուրիշ ձև պատկերացնում, բայց այդ օնանիզմ բառը եկել է օնան մի ոմն մարդուց անունից ու իր մասին մի հետաքրքիր դեպք կա։ Օնանը, ուրեմն հրեաները մի այսպիսի օրենք ունեին, գուցե այդ օրենքը մինչև հիմա գործում է, չգիտեմ, բայց հնում այսպես օրենք կար, որ եթե ամուսնացած տղամարդը մահանում է, բայց զավակ չունի, եղբայրը ամուսնանում էր այդ մահացածի կնոջ հետ, որ կարողանա եղբոր համար սերունդ տա, զավակ տա։ Օնանի եղբայրը մահանում է, այլ ինչ-որ անառակություն է անում, Աստծո առաջ Աստված նրան սպանում է, օնան ամուսնանում է եղբոր կնոջ հետ, մահացած եղբոր կնոջ հետ, եւ սեռական հարաբերությունների ժամանակ սեռական ակտը ընդհատում է եւ սերմը թափում դուրս, որ եղբորը ժառանգ չհասցնի։ Աստծուն սա դուրս չի գալիս եւ Աստված սպանում է օնանին եւս։ Սա չեմ ասում, որ դուք արդեն ինքներդ ես, ուղղակի ես ուզում եմ որպես գիտելիք ունենաք, որ ես չեմ ասում հաստատ Աստված օնանին սպանեց սեռական ակտը ընդհատելու համար, թե ավելի շատ որ զավակ չէր ուզում եղբորը հասցնել, բայց սա լավ կլինի դուք այս գիտելիքները ինքներդ ձեռք բերեք եւ հոգեվոր հայրերի հետ քննարկեք, տեսնեք որն է ընդունելի Աստծո համար, որ մեթոդը, եթե չեք կարողանում զավակներ ունենալ։ Ուրեմն հակաբեղմնավորիչ մեթոդները բաժանում են բարձրակարգ մեթոդների, որ արդյունավետությունը շատ բարձր է, եւ կան բարձր եւ ցածր արդյունավետության մեթոդներ, կարելի է ասել, որ 3 խմբերի ենք բաժանում։ Ուրեմն չունենք հակաբեղմնավորիչ մեթոդ 100%-անի, որ դուք ասեմ, այս մեթոդը օգտագործում եք եւ 100% երեխաներ չեք ունենա։ Բայց կան բարձրակարգ մեթոդներ, ինչպես ենք մենք այդ էֆեկտիվությունը գնահատում, ոչ թե ասում ենք 95%-ով էֆեկտիվ է, 92%-ով էֆեկտիվ, այլ ասում ենք, եթե զույգը օգտագործի, 1 տարվա մեջ ընդամենը 100 կանանցից ընդամենը օրինակ 20-ը կհղիանան, կամ 100 կանանցից ընդամենը 1-ը կհղիանա։ Բարձրակարգ էֆեկտիվության մեթոդները նրանք են, որ 100 կանանցից 1 տարվա կտրվածքով 1-ից քիչ կին կարող է հղիանալ, այսինքն 105-ից 1-ը կարող է հղիանալ, 110-ից 1-ը կարող է հղիանալ։ Հիմա բարձրակարգ մեթոդները գրեթե անվերադարձ են։ Սկզբից պատմեմ հղիությունը ոնց է զարգանում, հիշեցնեմ ձեզ, ուրեմն սպերմատոզոիդը հեշտոցից մտնում է արգանդի պարանոց, այնտեղից արգանդի խորոջ, հետո գալիս արգանդափուղ։ Ձվարանից ձվաբջիջն է դուրս գալիս, ձվաբջիջը դուրս է գալիս մտնում արգանդափող եւ արգանդափողում ձվաբջիջն ու սպերմատոզոիդը իրար հանդիպում են, միաձուլվում են
Եվ միասին արդեն բազմանելով գալիս են մտնում արգանդի խորոջ եւ կպնում այնտեղ։ Բարձրակարգ էֆեկտիվության հակաբեղմնավորիչներից մեկը դա ստերիլիզացիան է, որ առաջներում կապում ենք արգանդափողը, որ սպերմատոզոիդը չգնա չհանդիպի ձվաբջիջին, բայց դա էֆեկտիվ չի, որովհետև սպերմատոզոիդը փոքր է, ինչքան էլ կապում ենք արգանդափողը, սպերմատոզոիդը փոքր է, արանքով մտնում էր, գնում էր եւ հանդիպում էր ձվաբջիջին։ Հետո սկսեցինք հատել մի հատվածը, արգանդափողի մի հատվածը, բայց հետաքրքիր է, որ անգամ արգանդափողի մի հատվածը հատում ենք, այն մնացած հատվածները իրար կպնում են, ներսում խողովակ առաջացնում եւ նորից հղիություններ զարգանում։ Իհարկե սրանք շատ հազվադեպ դեպքեր են, բայց հիմա եկանք նրան, որ մեծ մասամբ դեպքերում արգանդափողը հեռացնում ենք։ Որ դեպքերում եմ ես այս մեթոդը իհարկե անվերադարձ մեթոդ է, բայց ինչի եմ ասում, որ անգամ այս դեպքերում հղիություն է լինում, կան դեպքեր, երբ որ արգանդն ենք հեռացրել եւ հղիություն է առաջացել։ Ուրեմն հեշտոցը կարած է, այդ կարի մեջով սպերմատոզոիդը մտել է, ձվաբջիջը դուրս է եկել եւ սպերմատոզոիդն ու ձվաբջիջը իրար հետ միաձուլվել են, որովայնի խորոչում հղիություն առաջացրել։ Նորից ասում շատ հազվադեպ դեպքեր են, բայց 100%-անոց մեթոդ չունենք։ Ուրեմն արգանդափողերը ես երբ եմ հեռացնում, երբ որ կինը արդեն դաշտանադադարի մոտ է եւ վիրահատություն եմ անում ձվարանների վրա, նորագոյացություն եմ հեռացնում, առաջարկում եմ արգանդափողերը հեռացնել, եթե պլաններ չունեն հղիանալու։ Իհարկե լավ կլինի, երբ որ մենք արգանդափողերը հեռացնում ենք ստերիլիզացիայի նպատակով կամ կապում ենք, որ զույգը երկուսն էլ եւ կինը եւ տղամարդը ստորագրություն տան, որ համաձայն են ոչ թե միայն կնոջը ասենք եւ կատարենք այդ գործողությունը։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն տղամարդկանց մոտ նույնպես կա ստերիլիզացիա, երբ որ այն խողովակը, որը բերում է սպերմատոզոիդները առնանդամից դուրս, այդ առնանդամ այդ խողովակը կապում են։ Նորից համարվում է անվերադարձ մեթոդ։ Հետաքրքիր է, որ այս բարձրակարգ մեթոդներին է պատկանում նաև ներարգանդային պարույրի տեղակայումը։ Ներարգանդային պարույրը առաջ ինչ ենք սպիրալ, երևի դուք այդպես եք լսել, առաջ պարույրի ձևով էր։ Հիմա էլ արդեն պարույրի ձևով չեմ տեսել իմ պրակտիկայում ամենայնպես 24 տարիներին, տիպի տիպի է, այդ տեղադրում ենք արգանդի խորոջ եւ ինչ է իր աշխատանքը, ինչու՞մ է նա չի թողում այս բեղմնավորված ձվաբջիջը, արդեն սպերմատոզոիդը եւ ձվաբջիջը իրար հետ միաձուլված բաժանվելով, արդեն մարդ դարձած գալիս են, որ կպնեն, պարույրը չի թողում, որ կպնի արգանդի խորոջին։ Ուրեմն սրանք բարձրակարգ մեթոդներ են, իմ թվարկածները, որոնց էֆեկտիվությունը ուրեմն 100 հղից, եթե 100 կնոջից որ օգտագործի մի տարվա մեջ, մեկից քիչ կին կարող է հղիանալ։ Հետաքրքիր պատմություն պատմեմ ես ներարգանդային պարույրի մասին, ուրեմն աբորտների մասին տեսահոլովակ եմ պատմել, սրա մասին շատ եմ խոսալու այս աբորտների թեմայի մասին։ Մի գինեկոլոգ, շատ հաճելի գինեկոլոգ հանդիպում է ինձ հետ, որ ուզում եմ շատ ու տեսնում եմ այդ հանդիպում ենք շատ հաճելի ժամանակ անցկացնում, այս բժիշկը շատ խորացած աբորտների թեմայով, խնդրել եմ, որ միասին մի տեսահոլովակ նկարահանենք։ Ու ինձ որտեսով ասեցին չհաճելի է, որ դուք աբորտներ չեք անում, պարույր էլ չեք, չէ՞ դնում ներարգանդային։ Ու ես այդտեղ լեզուս գծեցի, որովհետև ներարգանդային պարույր ես տեղադրում եմ, ասում եմ, բա դա նույնպես աբորտ է։ Այնպես չի, որ ես չգիտեի, որ դա աբորտ է։ Երբ որ ինձ զույգը հարցնում են ինչ հակաբեղմնավորիչներ մեթոդներ, ես իրենց հարցնում եմ, ասում եմ դուք հավատացյալ եք թե չէ, հավատացյալներին ասում եմ ձեր մեթոդը չի սա, որովհետև սա ընդհատում է հղիությունը։ Արդեն հղիությունը արգանդափողում զարգացել է։ Նա ձվաբջիջը միաձուլված սպերմատոզոիդ է, արդեն բաժանվելով գալիս են կպնում են արգանդին, եւ այդ ներարգանդային պարույրը չի թողում որ կպնեն, դուրս է մղում դա։ Շատ ցավալի է ու նորից եմ ասում մենք իրար պետք է հիշեցնենք ու իսկ մնացածներին ես տեղադրում եմ ներարգանդային պարույրը հիմա ես դրանից երևի հրաժարվեմ ոչ թե երևի այ 100% որպես հակաբեղմնավորիչ մեթոդ ուրեմն գիտելիք կա որ ունենք բայց չենք օգտագործում ու դա ոնց որ դեբիլանում ենք կարելի ասել ու մեզ այսպես հիշեցնողներ շատ կարևոր է որ լինեն իհարկե ներարգանդային պարույրներ ունենք որ հորմոնալ են դա արդեն բուժիչ նպատակներով տեղադրում ենք դրանք ուրիշ են իհարկե տեղադրելու եմ դրանք բայց ոչ այն դեպքերում որ կինը թեպի տակ ներարգանդային պարույրը վերած որ բժշկուի տեղադրի որովհետև առանց սրա վատ եմ ինձ զգում այդպես չի իհարկե ցուցումներ պետք է լինեն տեղադրելու լավ մի քիչ շատ խորացա մեթոդներից ենք խոսում չշեղվեմ որովհետև բժշկությունը շատ է անընդհատ կարելի է խոսել Սրանք բարձրակարգ մեթոդներն էին, որոնք քննարկեցինք։
Երկրորդ տեղում բարձր էֆեկտիվության մեթոդներ են, որ 100 կնոջից 7-ը կարող են հղիանալ տարվա կտրվածքով։ Դրանք հորմոնալ մեթոդներն են։ Այդ մեթոդները ես շատ եմ օգտագործում հավատացյալներին, եթե որպես հակաբեղմնավորիչ, ինչ է աշխատանքը հակաբեղմնավորիչի, որ չի թողում ձվազատում տեղի ունենա։ Այսինքն չի թողում հղիություն զարգանա, բայց լինում են, երբ որ հակաբեղմնավորիչների օգտագործման ժամանակ են հղիանում, արդեն ասեցի 100 կնոջից 7-ը կարող է հղիանալ, լինում է, որ ներարգանդային պարոիդի տեղակայմամբ են հղիանում կանայք, ինչպես են հղիանում, որտեղ ներարգանդային պարոիդը, եթե մի քիչ իջնի, ուտար մարմին է, արգանդը կարող է կծկվել եւ իջեցնել այդ պարույրը, վերևում տեղ է ազատ մնում եւ այնտեղ կարող է հղիությունը կպնել։ Հակաբեղմնավորիչները շատ ձանազան են, բայց մեր երկրում չգիտես ինչի դրանք չկան, շատ քիչ քանակի հակաբեղմնավորիչներ են, շատ կուզեմ, եթե նորից եմ ասում, դեղատան աշխատող, ղեկավար լինի, գործակցենք միասին, որ ասենք ինչ դեղորայք կան, որտեղ շատ ժամանակ այն դեղորայքը, որ ես Մոսկվայում նշանակում եմ, մեր երկրում չկան, ստիպված եմ ասել Ռուսաստանից խնդրեք բերեն, Վրաստանից խնդրեք բերեն, մարդիկ կան ինչ որ օնլայն ցանցերից են պատվիրում, ինչը անընդունելի է, դեղատուն պիտի լինի, որ գնաս դեղատնից վերցես եւ դեղատունը պատասխանատվություն կրի դեղորայքի համար։ Ուրեմն հակաբեղմնավորիչներ, հորմոնալ հակաբեղմնավորիչները ոչ միայն որպես հակաբեղմնավորիչ են օգտագործում, մի այսպես ուրիշ տեղից գամ, եթե ինձ հարցնեն ամենակարևոր դեղորայքը որն է, ընդհանուր բնակչության համար երևի ես կասեմ, որ հակաբիոտիկն է։ Իսկ գինեկոլոգիայի մեջ, եթե ինձ հարցնեն ամենակարևոր դեղովորն է, դա հենց հորմոնալ հակաբեղմնավորիչներն են, որոնք մենք տարբեր հիվանդությունների ժամանակ նշանակում ենք։ Եվ երբ որ կինը դաշտան չի տեսնում, օրինակ ձվարանների պոլիկիստոզի ժամանակ, արյունահոսությունների ժամանակ, դաշտանի ֆունկցիայի խանգարման համար, ել չեմ ասում որպես հակաբեղմնավորիչ։ Դրանք տարբեր տիպի են, կան որպես հաբեր ենք օգտագործում, կան որպես կպցնում են մաշկին, մեր երկրում ցավոք սրտի դա չկա, Մոսկվայում ավելի շատ օղակի նշանակում, որ հեշտոց են տեղադրում, սեռական հարաբերությունների ժամանակ չի խանգարում եւ մի խոսքով հաբեր էլ կան, որ օգտագործում են, կան սրսկում, որ 3 ամսով մի անգամ սրսկում ես, 3 ամիս պաշտպանում է հղիությունից, իրանք իրենց հակացուցումներն էլ ունեն, վատ կողմերն էլ ունեն, իհարկե դրանք բոլորը քննարկում ենք եւ բուժարուի հետ միասին որոշում ինչ մեթոդն է իրենց համապատասխան։ Հորմոնալ հակաբեղմնավորիչները չի կարելի 35 տարեկանից բարձր ծխող կանանց մոտ եւ այլն, դրանք արդեն այցերի ժամանակ կքննարկենք։ Մի բան մոռացա ասել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչ ունենք, որ բարձրակարգ էֆեկտիվության է, այսինքն 100 կնոջից մեկից քիչը 1 տարվա մեջ կարող է հղիանալ, դա ենթամաշկային տեղադրվող հակաբեղմնավորիչն է, որը 3-ից 5 տարով ենք տեղադրում, ձերքի մաշկի տակ շատ էֆեկտիվ է։ Ինչի է այս մեթոդը ավելի էֆեկտիվ, որովհետև կնոջից կախված չի, կինը կարող է մոռանալ հաբը ընդունել, մոռանալ պատճը կպցնել կամ օղակը ժամանակին հանել եւ փոխել հեշտոցից, իսկ սա արդեն տեղադրված է կինը այդ մոռանալու չկա այդ պահը։ Մնացած մեթոդները, որոնք որ դուք գիտեք, դա կլինի պահպանակ, դա կլինի ցերական ակտի ընդհատում, կան կանայք, որ սպերմիցիդներ են օգտագործում, այսինքն քսուկներ են, որ տեղադրում են հեշտոց, որ սպերմատոզոիդներին սպանեն։ Դրանք արդեն ցածր էֆեկտիվության մեթոդներ են, որոնց օգտագործելու ժամանակ 100-ից 20 կին օրինակ կարող է հղիանալ։ Սեռական ակտի ընդհատումը 25 կին, 100-ից 25 կին կարող է հղիանալ տարվա կտրվածքով, ինչը տեղի է ունենում մեր երկրում, դրա համար էլ այսքան անխնա աբորտներ են կատարվում։ Պահպանակը 100-ից 13 կին կարող է տարվա կտրվածքով հղիանալ։ Պահպանակները կան եւ տղամարդու եւ կանացի, դա էլ պիտի իմանաք, որ կանացի պահպանակներ նույնպես կան, որ տեղադրում են հեշտոց սեռական ակտից առաջ, այդտեղ էլ մի հետաքրքիր դեպք կա։ Ուրեմն ոնց են ասում, մոռացել եմ այդ բառը, որ աշխատում եմ արձով սեռական հարաբերություններ ունեն, մի խոսքով այդ կինը հեշտոցային պահպանակ է տեղադրում,
տարբեր մարդիկ գալիս են հետսերական հարաբերություններ են ունենում ու այդ տղամարդիկ բոլորը վարակվում են սերական ինֆեկցիայով, սկսում պարզաբանել, որ ինչի պահպանակ է օգտագործված եղել, պարզում այդ կինը պահպանակը տեղադրել ու այդ բոլոր մարդիկ եկել են այդ նույն պահպանակի մեջ սերական հարաբերություններ ունեցել, բոլորը պարզը իրարից վարակվել են արդեն տղամարդիկ, կինը մնացել է առանց վարակվելու։ Ուրեմն պահպանակն էլ պետք է ճիշտ օգտագործել։ Պահպանակները դες մեջ են բացատրելու իմ տեսահոլովակների մեջ ոնց պահպանակ օգտագործել, բայց լավ կլինի, եթե մեթոդը օգտագործում եք, մի հատ հետաքրքրվեք, տեսեք ինչքանով է արդյունավետ, ինչ հակացություններ ունի, ինչ դրական կողմեր ունի։ Պահպանակը ինչի է այդքան անարդյունավետ, իհարկե սեռական ինֆեկցիաները պաշտպանելու համար միակ գործիքն է, որ պահպանակ սեռական հարաբերությունների ժամանակ պետք է ամբողջ ընթացքում կրել եւ կարող է պատրվել պահպանակը դրանից անարդյունավետություն կա։ Կան կանայք, ովքեր հաշվարկում են, հաշվարկումն էլ այս ցածրի մեջ մտնում, բայց հաշվարկումն էլ կան օվուլյացիայի տեստեր, որ ժամանակին կինը անի կամ հետանցքում ջերմությունն է չափում, տեսնում օվուլյացիան երբ եղավ, այդ ընթացքում զերծ մնում սեռական հարաբերություններից, մի խոսքով կան ցածր արդյունավետությամբ։ Ցածր արդյունավետությամբ մեթոդները, որպեսզի էֆեկտիվությունը բարձրացնի, խորհուրդ է տրվում մի քանիսը իրար հետ օգտագործել, որ անցանկալի հեղեղություններից խուսափել։ Մի խոսքով սա գիտելիք էր, որ ուզում էի ձեզ փոխանցել։ Լավ կլինի չօգտագործեք այս գիտելիքները, զավակներ ունենաք, որ կարողանաք 7 որդիով սեղան նստել, սա է երկճանկությունը։ Մեծ հույսերով հանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։